պատասի մոտիկի միած շնորհավորվայքա տնային կալանքի կապակցությամբ այնուամենայնիվ այս խափման միջոցը տնային կալանքը ինքը ենթադրվում է որպես կալանք Դες համար որքանով է սա լրի եւ ակնկալվում է Դե այսպես ասեմ ակնկալիքները ավելին մենք ակնկալում ենք ավելին այսինքն քանի որ գիտենք որ ինքը արդար է մեղավոր չէ մենք սպասում ենք անգամ արդարացման բայց քանի որ դեռ նոր է գործը քննվում առաջին հերթին մենք դիմել ենք ուղղակի խափանման միջոցի փոփոխության համար Առաջին միջնորդության համար կարծում եմ քանի որ տեղյակ չէին դատավորները դեռևս գործից շատ ճիշտ որոշում են կայացրել այսինքն արդարություն դեռևս կա Սպասում եք որ այնուամենայնիվ այլընտրանքային խափանման միջոց կընտրվի թե դատանի որոշումը իր մեջ դες համար նաև անակնկալում է Եթե արդարացիորեն սպասելիքների մասին է խոսքը, այո, մենք ակնկալում ենք, որ պետք է արդարացում լինի, արդարացի որոշում լինի, եւ շատ ուրախ ենք, որ դեռևս վերջնականորեն չի վախճանվել դատական համակարգայցն Հապարծմյան այս ամիսներին հա ձեր ամուսինը, ձեր երեխաների հայրը, ձեր կողքին եղել, ինչպես է եղել ձեր երեխաների արձագանքը, նրանց նիստուկացը, ձեր առօրյան Դե իհարկե շատ դժվար, որովհետև երեխաները անչափահաս են, մանավանդ փոքրիկը շատ է կարոտում հայրիկին, անընդհատ հարցնում է երբ է գալու հայրիկը, դե իհարկե մենք չենք կարող ամեն ինչ բացատրել երեխային, որ ինչ է կատարվում, փորձում ենք որոշակի առումով երեխային այնպես անել, որ իրականությունից կտրված լինի, մի խոսքով հիմա կարծում եմ, որ շատ կուրախանա, որ տեսնի երեխան հայրիկին փոքրը, դե մեծերը ներկային ամեն ինչ շատ լավ հասկանում։ Պես արձագանքեցին, որ ներկա են ես տեսա դատական Շատ լավ։ Դե ընթացքը գիտեք, դե հա իհարկե հասկացան, որ տնային կալանք է, դե ընդհանուր դատական նիստը որոշ բաներ դե երեխային կարող է չհասկանալ ընթացքը ինչպես ընթացավ, բայց դե որոշումը իհարկե լսեցին ներկային։ Տնային կալանքը ևս խիստ էլի բաժի միջոց է, խափանման միջոց է համարվում, ճիշտ է, հիմա ձեր ամուսինը տանը կլինի երեխաները տանանքատիրը կարոտը կառնեք, բայց դուք սպասում եք, ձեզ համար սա այսպես ասած ընդունելի տարբերակ է, որ էլի ոչ պակաս խիստ խափանման միջոց է ավելի ներկայացնում։ Ես նոր ասեցի այդ մասով, քանի որ դեռևս նոր դատական նիստերը տեղի ունենալու եւ դատավորները երևի թե տեղյակ չեն գործի ընթացքին, մենք առաջնահերթ խնդրել ենք, որպեսզի խափանման միջոցը փոփոխվի, ակնկալում եմ հետագա դատական նիստերի ժամանակ, որ արդեն լիովին արդարություն կլինի, այսինքն լիովին արդարությունը կվերականգնվի եւ խափանման միջոցը շատ շուտ կփոխվի։ Դատախազը ամեն ինչ անում էր, որ անտեսվի այն հանգամանքը, որ Դավիթ Համբարձումյանը վճռի մասին իմանալից Հայաստանում չի եղել, բայց ինքնական վերադարձել է։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Դե ես կարծում դատախազները հենց նրա համար են, որպեսզի որպեսզի այսինքն հակաբաներ ասեմ, որպեսզի փաստարկներ, որպեսզի դատավորները արդարացի որոշում չկայացնեն, բայց ինքներդ ներկա եղաք եւ տեսաք, որ դատավորները հասկացան, որ ուղղակի միջնորդությունը դատախազի ոչ իրավական է։